Արտամուսնական կապից 4 զավակ ունեցող պոռնկաբարող անցավոր զույգը, որը զբաղեցնում է ներկայիս պահին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, կրկին արշավ է սկսել հայի համար կարևորագույն հիմքերից մեկի դեմ՝ եկեղեցու։ Չկա այդպիսի առավոտ, որ չարթնանաս ու չտեսնես, որ ինչ-որ սարսափելի մի բան են գրել, ընդ որում այն որակի, որ ստիպված ես լինում մտնել և ստուգել դա իրականություն է, ճշմարտություն է, թե ոչ, որովհետև անգամ եթե դու գիտես, թե ով է նա, չես կարողանում հավատալ, որ իրական է այդ գրությունը, բայց չէ, մենք տեսնում ենք, որ իրանց մխտար չուլաններից միայն նման մտքեր են դուրս գալիս, իդեպ նրանց գրությունները վերջին ժամանակների կարդալուց հիշում ես հին հայկական ասացվածք, որ գողի ու պոռնիկին բացահայտելու համար 40 օր է պետք, հիմա սրանց, որպեսզի առանց ամաչելու կարողանային ներկայանալ աշխարհին հենց այնպիսին, ինչպիսին նրանք կան, 7 տարի էր պետք, 7 տարի անց նրանք մեզ ականատես դարձրին իրենց ընտանեկան բառապաշարին, մտածելակերպին, արժեքներին, ընդ որում մեծ սիրով վիրավորում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնց շնորհիվ կամ ինչպես նրանք են ասում իրենց աշխատանքի եւ աշխատավարձի շնորհիվ նրանք կարողանում են ճաշկերույթների մասնակցել թագավորների հետ, վերջապես ուսում ստանալ ամբողջ ընտանիքով պետության հաշվին, ինչ որ ծրագրեր անհասկանալի իրականացնել պետբյուջեից, ընդ որում անհասկանալի է, թե այն տիկինը, որը ընդհանրապես ոչ մի ձևի օրենքի կապ չունի ներկայիս վարչապետի հետ, ինչ իրավունք ունի պետական բյուջեի գումարները մսխել կամ ինչ որ կերպ օգտվել դրանցից կամ էլ ավելի կարևոր հարց, ինչ իրավունք ունի նա ընդհանրապես տեղյակ լինել պետական գաղտնիքների, գտնվի բունկերներում կամ լրագրողների վախեցնի, թե ինչ որ հատուկ ծառայությունների վիդեոներում ինչ որ բաներ կա, որ նա իբր տեսել է կամ լսել է կամ չգիտեմ նրան ասել են, ով է նա ընդհանրապես, որպեսզի այդպես ինձ մոտ այդ հարցը առաջանում է, չգիտեմ ձեզ մոտ առաջանում է թե չէ, բայց կարևոր չէ, հիմա ես չեմ ուզում սրա մասին խոսել, կարևորը այն ցավալի իրավիճակն է, որում գտնվում է մեր երկիրը, որովհետև այս պայդրությամբ տարածաշրջանը խայտառակ ծանր, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում եւ գիտեք, որ Միացյալ Նահանգներում իրանահայ շատ ու շատ հայրենակիցներ ունենք եւ նրանք պատմում են սարսափելի իրականություն, թե ինչ վիճակում են գտնվում մեր հայրենակիցները Իրանում։ Տասնյակ հազարավոր հայեր չունեն ելք Իրանից, սահմանները փակ են եւ ես հարցնում եմ, իսկ ինչու չեն փախնում Հայաստան, ինչու չեն գնում այնտեղ բաց սպարվում, ասում են սահմանները փակ են, բացի դա ով է մեզ ընդունելու, Հայաստանը ընկերություն է անում Ադրբեջանի հետ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը ընկեր է Իսրայելի հետ եւ բնականաբար նրանք բոլորը մեր դեմ են եւ ով մեզ այնտեղ կընդունի։ Իսկ մենք գիտենք, որ այո, Հայաստանը պատրաստվում է ընդունել 300,000 ադրբեջանցի, բայց արի ուտես մեր վարչապետը չունի մտածելիք ինքը իր հայրենակիցների մասին, որտեվ երևի իր հայրենակիցները չեն մի խոսքով այն մարդկանց մասին, ովքեր գտնվում են դժվար կացության մեջ, ովքեր չգիտի ինչ անի, ոնց փախչի այդ ստեղծված իրավիճակից, այդ վտանգը, որը կախված է, անհասկանալի է, թե ինչի կբերի այդ մարդիկ, չգիտեն, կան մարդիկ, ինձ պատմում էին այսօր, որ կան մարդիկ ասում են, դե ինչ արած, կմնանք տանը, գոնե ընտանիքով կզոհվենք։ Դուք հասկանում եք, իսկ մեր վարչապետը անելիք չունի, մեր վարչապետը բլոգեր է, ինքը ու Իրակին ժամանակ չեն կորցնում, որպեսզի մեր եկեղեցին կեղտոտեն, իրենց մխտար, ճղճիմ ու պոռնկաբարո մտածելակերպով։ Այսպիսին երկիր էիք դուք ուզում։ Գիտեք, ես չգիտեմ իրենք ինձ կլսեն թե չէ, բայց խնդրում եմ, որ որևէ մեկը թող ինձ լսի, իրենց փոխանցեք, որ Հայաստանը իրենց հորդուքյանը չի։ Հայաստանը բոլոր, աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է եւ նրանք պարտավոր են յուրաքանչյուր հայի մասին հոգ տանել եւ այն ժամանակ, երբ որ մեր հայրենակիցները գտնվում են դժվար ինքնացության մեջ, այդ երևույթները իրավունք չունեն վայելեն իրենց լավագույն կյանքը պետության եւ այն հայի հաշվին, ով իր գրպանից պետբյուջե գումարներ է վճարում։ Դուք իրավունք չունեք հիմա զբաղվել այլ բաներով, դուք չէ, տիկինը չգիտեմ ընդհանրապես ով է, մեր վարչապետը, իրավունք չունես
ես հասկանում եմ, որ դու ոչ մի բան ես եւ դու ընդհանրապես ոչինչով չես զբաղվում, քո փոխարեն այդ գործերը անում են, քաղաքականությամբ զբաղվում են, քեզ ասում են ընդամենը, որ դու այդպես վայելես քո այդ զզվելի կյանքի լավագույն օրերը։ Կվայելես երևի այն գումարները, որ վաստակել ես այս ընթացքում մեր հայրենակիցների մահերի շնորհիվ։ Գուցե եւ բայց վստահ եմ, որ մի օր գալու է, երբ պատասխանտաս բոլոր արածներիդ համար։ Իսկ հիմա կենտրոնացիր, բարի եղիր, կենտրոնացի քո բուն գործի վրա։ Դու երկրի վարչապետ ես, որը գտնում է սարսափելի վատ ռեգիոնում ես պայդրությամբ, քո հայրենակիցները, հայերը, մեր հայրենակիցները, քոնը չէ, այս պայդրությամբ ծանր կացության մեջ են։ Դու պետք է օր ու գիշեր զբաղված լինես այն խնդիրներով, թե ինչպես փրկես, ինչպես օգնես, ինչպես տեղափոխես, ինչ կարող ես դու անել այն մարդկանց հետ, ովքեր գտնվում են այս պահին Իրանում եւ ում կարող են ռմբակոծել այս պահի դրությամբ։ Զզվել եք, պարոնայք։ Այս եկեղեցին միշտ եղել է կա ու կլինի ու ձեր նման ոչինները ես իդեպ օգտագործում եմ ձեր տիկնոջ, չգիտեմ, տիկինն էլ չի, դուք ինքներդ եք ասել, թեև ես երբեք չեմ սիրում ուրիշ մարդկանց անձնական կյանքի մեջ մտնել, բայց քանի որ դուք եք դրա մասին խոսել, ես էլ եմ կարող բարձրաձայնել։ Այդ էակի, որը ձեր կողքին է եւ որը մեծ սիրով վիրավորում է յուրաքանչյուր հայ քաղաքացու, որի գումարներով նա կրթություն է ստանում հիմա եւ վայելում է իր կյանքը, իրավունք չունեք։ Զբաղվիր քո գործով։ Իսկ քո գործը այս պահի դրությամբ մեր հայրենակիցների մասին մտածելն է, այլ ոչ թե կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր ցանկությունները եւ բնականաբար գնալ եկեղեցու դեմ։ Դու արդեն փչացրել ես, դու արդեն վիրավորել ես մեր երկրի բոլոր այն ինստիտուտները, որոնք կարևորագույն են։ Իդեպ ես անձամբ շատ վիրավորված եմ, որ քեզ ընդհանրապես թույլ են տվել, որպեսզի դու գնաս քարամուշ։ Դու իրավունք չունեիր ոտք դնեիր եւ տեսնեիր զորած քարերը։ Դու իրավունք չունեիր։ Ինչևէ, հիմա մենք ապրում ենք այս իրականության մեջ։ Ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ իմ աջակցությունը հայտնել այն հայերին, ովքեր գտնվում են Իրանում, ուզում եմ, որ լինեք ապահով, ուզում եմ, որ խաղաղ երկինք լինի եւ ընդհանրապես բոլոր հայերի համար, ովքեր գտնվում են թե Հայաստանում, թե հայրենիքից դուրս, Աստված տա, որ խաղաղություն տիրի աշխարհում եւ հայերը վերջապես ապրեն խաղաղ երկնքի տակ։